Բարի երեգո սիրելի հերուստադիտողներ եւ հատկապես բարի երեգո սիրելի փոքրիկներ, ուզամ ուրախ եք, որ մենք սկսանք մեր այսօրվա պատմության ժամը։ Այսօր ցեզի պիտի գարթամ վարակին սիրած դարվան եղանակը։ Արդյոք դուքալ եղանակ մգա որ շատ կսիրեք, ամառը, կամ աշունը, կամ ցմերը, կամ քարունը։ Տեսնենք թե վարակը որ եղանակը ամենաշատը կսիրե։ Ինչպես գիտեք, ունենք 4 եղանակներ՝ ամառ, աշուն, ցմեր, քարուն։ Այս գրքին վերնակիրը վարակին սիրած դարվան եղանակը եւ որուն հեղինակն է Զանի Շահինյան, Մեսրոբյան նկարազարդում Ռազմիկ Բերթիզլյան։ Կսկսի։ Օրմը Դբրոցեն վերաթարցին վարակ կխնդրե մորմեն լողավազան երթան, մայրը գսե, թե ցմերը ձով չեն երթալ, առ ամառը։ Վարակ կհարցնե, թե ինչ է ցմերը եւ ինչ է ամառը։ Մայրը պատկերներ ցույց տալով կսկսի բացատրել, թե դարին ունի 4 եղանակներ՝ քարուն, ամառ, աշուն, ցմեր։ Քարնան բնությունը ուրախ կլա, ծաղիկներն ու ծառերը կծաղկին, բդուղները կհասուննան, թռչունները ուրախ կերքեն։ Քարնան բնությունը մեզի գուտա սննդարար բդուղներ, թեղծ, գերաս, սալոր, ելակ ու ձիրան։ Վարակ կսե, մայրիկ շատ աղվոր է, երբ թաշտերում մեզ չիթերնիկներուն ետևեն գվազեմ և կսիրեմ քարունը։ Մայրը կշարունակե բացատրել, որ ամառը շատ տաք կլա, շատեր քյուր կբարձրանան, շատեր ձով կերթան։ Ամառը զովանալու համար բդուղին կողքին կարելի է բաղբաղակ ուտել եւ անհրաժեշտ է արատ ջուր խմել։ Վարակ կսե, մայրիկ, ես կսիրեմ ամառը, քյուղը ազատ կխաղամ, հեծիկ կքշեմ եւ ձովը ցուգի պես գլողամ։ Ես վստահ եմ դուքալ ամառը շատ կսիրեք, հակառակ որ շատ տաք կլա, բայց շատ թաշ չեք ունենար ամառները։ Ամռան տաք օրերեն ետ կուքա աշունը, աշնան ծառերուն դերևները գթեղնին ու գթափին եւ հաճախ կանցրևե։ Երկնքին մեջ կտեսնենք թռչուններու երամներ, այսինքն թռչուններու խումբեր, որոնք կքախտեն դակ երկիրներ։ Այս շրջանին աշակերտները ուրախ զվարթ դբրոց կերթան, իրենց ուսուցիչներն ու ընկերները տեսնելու, սորվելու նոր գիտելիքներ եւ ինչու ոչ, խաղալու։ Վարակ ուրախությամբ կսե, մայրիկ, ես կսիրեմ դբրոցն ու ընկերներս, ես կփափակի մեծնալ ու քրոջս պես քրել գարտալ սորվիլ, ես կսիրեմ աշունը։ Մայրիկը գսե, վարակ, գմնա դարվան ամենացուրտ եղանակը, ցմերը, որ շատ բաղն է, այս շրջանին մենք գծանոթանանք գայծագին, անցրևին ու ցյունին։ Ցմրան պետք է մենք մեզ ցուրդեն պաշտպանենք, լավ հագվելով, դակ աբուր ուտելով։ Ցմրան լեռներուն վրա գցյուն է, ցյունին վրա գրնաս թահուգել, ցյունով խաղալ եւ շինել բոլորին ընկերը ցյունամարտը։ Ցմրան ընթացքին ամենակարևոր դոնը Հիսուս մանուկի ծնունդն է։ Փոքրիկներն ալ անհամբեր կսպասեն, որուն քիծա պիտի ասեք գաղանդ բաբային ու կպատրաստվին թիմավորելու նոր դարին։ Վարակ տեղեն ցատկելով հրճվանքով կբորա, «Օ մայրիկ, կսիրեմ Հիսուս մանուկը եւ գաղոթեմ անոր, ամենեն շատ կսիրեմ գաղանդ բաբան, երբ կարմիր հագած ցերկը նվերներու մեծ դոբրակն ու զանգակը գուքա մեր դունը»։ Մայրիկը գսե, վարակ, հիմա ասե, դարվան որ եղանակը ավելի կսիրես, արդյոք գրահեցիք, թե որ եղանակը վարակը ամենաշատ կսիրե։ Մտածեցեք, արդյոք ամառը, աշունը, ցմերը, քարունը, տեսնենք թե որ մեկ եղանակը պիտի ասե։ Վարակ բարձրացան եւ ուրախությամբ կսե, մայրիկ, բոլորն ալ աղվոր են, ես շատ կսիրեմ
քարունը, ամառը, աշունը, ծմերը։ Սիրելի փոքրիկներ, տեսակ ինքը վարակը բոլոր եղանակներն ալ գսիրե, 4 եղանակներն ալ գսիրե եւ իսկապես 4 եղանակներն ալ իրենց յուրահատուկ գեղեցկություններ ունին։ Ամառը ձով գերթանք, շատ տաշ չենք ունենալ, աշնան այդ քույնսկույն դերևները գեղեցկություն կբերեն բնության, ծմերը ցյունը գեղեցիկ է, գաղանդ բաբան մեզի գայցել է, քարունը նույնպես շատ գեղեցիկ է, երբ ծաղիկները կծաղկին, իսկապես դժվար է ասել, որ մեկ եղանակը ամենա գեղեցիկն է։ Դերևս դուք կսիրեք եղանակը, ես չեմ գիտեր, ուրեմն եթե մեկ եղանակ կսիրեք, ասկի հետո փորձեցեք բոլոր եղանակներն ալ սիրեք, որ բոլոր դարին մնաք ուրախ եւ զվարթ։ Ձեզի հետ էր Ալին Բզդիկյան Շիրաջյան։ Բարի գիշեր ձեր բոլորին։